դինամիկան շատ թույլ է, բայց որոշակի դրական ազդակներ կան։ Մեծ մտավախություն ունենք, որ հունվարից այն 30,000 դրամ աջակցությունները կարող են եւ չշարունակվել։ Այդ մարդիկ չեն փորձում Արցախի իշխանությունների հետ համագործակցել, Արցախի ներկայացուցչության շենքում ժամերով, այսպես ասած, նստարաններին քնել են։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մեր տաղավարում այսօր զրուցելու ենք Արցախի Հանրապետության պետական նախարար Նրտե Իսկանդարյանի հետ։ Պարոն Իսկանդարյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Սկսենք ձեր գործունեությունից, ինչով եք հիմա զբաղված, ինչ նախագծերով եք առաջիկայում հանդես գալու։ Շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն, ինչպես ես մամուլ ասուլիսի ժամանակ հայտարարել էի, մեր խնդիրները հիմնականում սոցիալական են այս պահին, իհարկե զուգահեռ պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի հարցը թույլ չտանք փակվի, ցավոք սրտի պետք է նշեմ, որ վերջին օրերին ականատ տեսնենք տենում, որ Մինսկի խումբը արդեն լուծարվել է։ Մինսկի խումբը այն հարթակն էր, որտեղ արցախյան հիմնահարցը կար եւ հնարավորություն էր տալիս բանակցային սեղանին քննարկել մի ամբողջ ժողովրդի ինքնորոշման հարցը։ Այս պահին փորձում ենք սոցիալական խնդիրներ հավաքագրել, լուծումներ գտնել, ինչպես հայտարարել էի, դիմել են բազմաթիվ անհատների, նաև երկրորդ եւ երրորդ նախագահների մասին էր խոսքը, բարեգործների, սրտացավ մարդկանց, անկեղծ ասած, դինամիկան շատ թույլ է, բայց որոշակի դրական ազդակներ կան։ Այս պահին եւս այս հաղորդումից հետո հանդիպման եմ, փորձելու եմ ներկայացնել արցախցիների խնդիրները եւ առաջիկա 10 օրյա ժամկետում ստացված այդ փոքրիկ գումարներով փորձելու ենք խնդիրներ լուծել արցախցիներին։ Սա իհարկե չեն կարող ասել, որ դրանով ավարտվելու է։ Պետք է փորձենք բարբերաբար այսպիսի խնդիրները կարգավորել։ Իհարկե այն պետության կողմից կարգավորում ստացող խնդիր է, ինչ որ այսօր բավարար աջակցություն չի ցուցաբերում Հայաստանի կառավարությունը, պետք է տարանջատել, երբ որ մենք խոսում ենք Հայաստանի կառավարության մասին, թյուրում բռնում է լինում ժողովրդի եւ կառավարության, սա պետք է հստակ մարդկանց մոտ այսպես ընկալում է լինի այնպեսին, որ մենք խոսում ենք այսօրվա կառավարիչների մասին։ Մեծ մտավախություն ունենք, որ հունվարից այն 30,000 դրամ աջակցությունները կարող են եւ չշարունակվել։ Մենք բարբերաբար բարձրաձայնել ենք բնակարանային ծրագրի բաստողումների մասին, 1-ից 3 փոքր ընտանիքների մասին է խոսքում, որը որևէ կերպ կարգավորում չէր ստանում, լուծում չէր ստանում։ Նրանց կողմից շրջանառությանը դրված դրաֆտում մեկ ծրագիր, իհարկե այնտեղ շատ քիչ ընտանիքներ են կարողանալու օգտվել, ընտանիքի անդամների հանրագումարը 2 հոգու, եթե 115-ից ավել չէ, ապա այդ ընտանիքները չեն կարող օգտվել այդ ծրագրից եւ 3 հոգանոց ընտանիքների դեպքում 175։ Դա վերջին փոփոխությանը նկատի ունեք։ Այս վերջին փոփոխությունները, որ կատարվեց կառավարության կողմից, սոցիալնախարարության կողմից, ինչքանով էր արդյունավետ արցախցիների համար, գոնե բնակապահովման ծրագրով կամ այլ ծրագրերով որևէ առումով իր արդյունավետությունը ունի։ Սկզբնական շրջանում, երբ որ մենք խոսում ենք կառուցապատման մասին, ինչը փոփոխության ենթարկվեց, այսինքն արցախցիները կարող են կառուցապատում իրականացնել, բայց պրակտիկ դաշտում մենք բախվում ենք այլ խնդիրների, այսինքն այն գումարները փոխանցում են փուլային կարգով, ինչը որ վերջին շրջանում ես տեսնում եմ բազմաթիվ ընկերների հետ բախվելով այդ խնդիրների, մարդիկ փորձում են կառուցապատում իրականացնել, բայց խնդիրներ են ի հայտ գալիս, որը եւս երկարատև լուծում է պահանջում, ինչի մասին մենք ներկայացնում ենք իրանց, իհարկե նորանշանակ նախարար ունենք Արսեն Թորոսյանի, բազմաթիվ անգամներ ես միջնորդված ձևով ներկայացրել եմ խնդիրները եւ ասել եմ, որ կարող եմ դեմարդել ներկայացնել բոլոր խնդիրները եւ մեր լուծումներն առաջարկել։ Իհարկե պատասխանը եղել է ոչ դրական, այսինքն այդ մարդիկ
չեն փորձում Արցախի իշխանությունների հետ համագործակցել եւ որոշակի լուծումների հասնել։ Իսկ ինչ վերաբերվում է այս վերջի ծրագրերին, իհարկե ինքը շատ փոքր ընտանիքների մասին լինելու խոսքը, շատ քիչ ընտանիքներ են լինելու այդ ծրագրի շահառուները, ինչը ոչ դրական է ընկալվել արցախցիների շրջանում։ Պատկերը հայտնի է ձեզ, քանիսն են դիմել արդեն բնակապահովման ծրագրից օգտվելու համար եւ քանիսն են, որ արդեն ստացել են։ Վերջին տվյալներով ինձ ներկայացրել են, որ 1100-ից ավելին է, սա մոտավոր 1 ամսվա տվյալներ եմ ես ձեզ ներկայացնում, բայց դինամիկա կա, արցախցիները փորձում են բնակարաններ ձեռք բերել, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, իհարկե այն աջակցությունները, որոնք որ ստանում էին, մարդիկ կարողանում էին զուգահեռաբար տան վարձի խնդիրը լուծել եւ աշխատանքով ապահովել իրենց ընտանիքը այսօր ստիպված են լինում տարբեր շրջաններում, սահմանամերձ գոտիներում բնակարաններ ձեռք բերել, որտեղ հայտնվելու են դրսում իրականում ականատեսն ենք եղել նման բազմաթիվ դեպքերի, եղել են մարդիկ, ովքեր Արցախի ներկայացուցչության շենքում ժամերով, այսպես ասած, նստարաններին քնել են, սպասել են մեր կողմից լուծումների եւ կարող եմ ասել, որ Միհրան Պողոսյանը որոշակի աջակցություն է ցուցաբերել եւ Եղվարդում բնակարանով կարողացել ենք շատ ընտանիքների մի տեղ իհարկե ապահովել, ինչը ողջունելի է եւ կարծում եմ քիչ չեն մեր հայրենակիցները, ովքեր պատրաստական են, ուղղակի պետք է այս խնդիրների մասին իրենց հետ բարձրաձայնել խնդիրները։ Խնդիրը կա կոմունիկացիաները ապահովել եւ վստահ կարողանանք որոշակի արդյունքների հասնել, բայց նորից եմ նշում, որ սա պետության կողմից լուծում ստացող խնդիրներ են։ Աջակցությունը ստացաք Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամի շրջանակներում կարծեմ։ Եվ կարծեմ հիմնադրամը ստեղծվեց հոկտեմբերի վերջին, դուք նաև անուններ եք նշել, ովքեր են պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերելու, Միհրան Պողոսյանին նշեցիք։ Հիմա ինչ փուլում է, նաև դիմել եք շատ ու շատ գործարարների, այդ թվում Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ընտանիքներին, նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին ու երրորդ նախագահին։ Այս առումով ինչ արձագանք եք ունեցել։ Երրորդ նախագահի գրասենյակից պատասխանել եմ, որ լույս հիմնադրամի շրջանակներում մենք մեր ծրագրերն ենք իրականացնում, կդիտարկենք նաև այդ հարթակը, դա հոկտեմբեր ամսին է, ինչ այսպա որևէ այլ տեղեկություն չկա, երկրորդ նախագահի մասով հանդիպել եմ Լևոն Քոչարյանին եւ սպասում եմ առաջիկա օրերին որոշակի, այսպես ասած, օժանդակության, իսկ ինչ վերաբերվում է եւ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանների ընտանիքներին, վաղը հանդիպում լինելու է եւ սպասենք զարգացումների եւ ցույց ունեն, որ արցախցիների խնդիրները բոլոր մեր հայրենակիցների ուշադրության կենտրոնում են, սպասենք։ Պարոն Իսկանդարյան, նաև վերջին մեր հարցազրույցի ժամանակ նշել եք, որ շատ գործարարներ խուսափում են իրենց օժանդակությունը ցուցաբերել, իրենց աջակցությունը ցուցաբերել եւ նաև ցավով նշել եք, որ այդ գործարարներից նաև արցախցի գործարարներն են, որոնց անունները դուք կարծես թե մինչև տարեվերջ ուզում եք հանրայնացնել, գուցե արդեն ժամանակն է։ Կարծում եմ որոշակի ժամանակ կա եւ այս մեր հաղորդումը ձեր հետ կարծում եմ նրանց կհասնի եւ այդ մարդիկ իրենց դիրքորոշումը կփոխեն, որովհետեւ սա իհարկե բարեգործական մոտիվներով է, բայց կարծում եմ արցախցիները այդ որոշ գործարարները պետք է իրենց սրտի խորքում որոշակի պարտավորվածություն ունենան։ Իհարկե Արցախը փոքր է եւ մեր ժողովուրդը բոլորին շատ լավ գիտի ով ինչով է զբաղվել։ Խուսափել այսօր պատասխանատվությունից եւ չկանգնել իրենց հայրենակիցների կողքին, սա ուղղակի պատճառը չէ։ Չեմ կարող ասել, այդ հարցը պետք է ուղղել իրենց։ Պատճառները չեն հիմնավորել։ Բացարձակ խուսափում են հանդիպումներից, տարբեր պատճառաբանություններից, որ կարող են ճնշումներ լինել եւ այլն։
Այսօր բոլորս էլ ճնշման տակ ենք։ Այսօր բոլոր արցախցիները գործել են իրենց հայրենիքը, ամեն ինչը եւ ունեն օժանդակության կարիք, իրենց հայրենակիցների կարիքը, ովքեր կարող են իրենց ինչ որ ձևով օգտակար լինել եւ սա լավ հնարավորություն է այդ անձանց համար չգիտեմ, այսպես ասած, չխուսափել կանգնել իրենց հայրենակիցների կողքին, չեմ դժվարանում եմ դաժե գնահատականներ տալ, իհարկե ունեմ իմ կարծիք այդ մարդկանց մասով, բայց հույս ունեմ, որ առաջիկայում այդ մարդիկ կապաշխարեն եւ իրենց հայրենակիցների կողքին եւս մեկ անգամ նշում եմ կկանգնեն։ Նոր նախագծեր ունեք մշակված, որ եկող տարի 2026 թվականին իրականություն դարձնեք, որովհետև կարող եմ ասել, որ ձեր գործունեությունը, եթե անկեղծ երբ Արցախայցուն իմացավ, որ ձեզ են պետնախարար նշանակել, կարծես թե այնքան էլ ծանոթ չէին, երիտասարդ էին համարում, բայց ձեր գործունեության ընթացքում ես շփվելով արցախցիների հետ կարող եմ ասել, որ բավականին փոխվել է վերաբերմունքը եւ շատ դրական են ընդունում հատկապես այս վերջին Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամի ստեղծումից հետո 2026 թվականին ինչ սպասեն արցախցիները։ Նախ ինչպես ստեղծվեց Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամ, ես իմ խոսքում նշել եմ, որ դա ոչ միայն գաղափար է, այլ այն առաջացել է անհրաժեշտությունից, որովհետև մենք ունենք դրա կարիքը։ Ես շատ լավ գիտեմ արցախցիների մոտ ինչպես է ընկալվում դա, երբ որ խոսում են հիմնադրամների մասին, դրա համար ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդ, ստանում ենք մեր հայրենակիցներից դիմումներ, միասին քննարկելու ենք, իհարկե շատ են, բայց առաջնային փուլով փորձելու ենք մեր հնարավորությունների սահմաններում գոնե ներառել այդ մարդկանց ինչ որ դրամական միջոցներով։ Իսկ ինչ վերաբերում է արցախցիների ընկալմանը, իհարկե տարբեր կարող է լինել, հատկապես դժվար ժամանակներում ենք ապրում, շատերը կարող են քննադատել, տարբեր խոսակցություններ լսել եմ, բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ շատ արցախցիներ գիտակցում են այսօրվա պատասխանատվության ծանրությունը եւ փորձելու ենք, ես պատրաստ եմ ընդունել, լսել, քննարկել տարբեր արցախցիների, տարբեր հայրենակիցների, ովքեր ունեն գաղափարներ, նոր պատկերացումներ, միասին կարող ենք այդ ճանապարհը գնալ։ Ես բաց եմ այդ առումով եւ որոցի խնդիր չկա այդ մասով։ Իսկ ինչ վերաբերում է 2026 թվականի ծրագրերի մասին, շեշտադրումը այս պահին արված է հենց հիմնադրամի վրա եւ զուգահեռաբար տարբեր միջոցներով, այսպես ասած, ինչով որ կարողանում ենք մեր հայրենակիցներին նպաստում ենք, հանդիպումներ բարբերաբար լինում է ոչ միայն ներկայացուցչության շենքում, առաջիկայում պարզ կլինի եւ եթե այլ ծրագրերի անհրաժեշտություն լինի, բնականաբար լինելու է, ամեն ինչ կախված է զարգացումներից, իհարկե։ Արցախցիների հետ էլ բարբերաբար հանդիպումներ ունենում եք, հիմնականում ինչ խնդիրների մասին են բարձրաձայնում։ Հիմնական խնդիրները քաղաքացիության խնդիրներն են, որը երկարատև պրոցես է, շուկայական գները չեն համապատասխանում պետության կողմից տրամադրվող աջակցություններին, ինչպես նշեցի, կարգավորումներ չեն ստացել բազմաթիվ խնդիրներ, հիմնականում սոցիալական բնույթի խնդիրներն են, իհարկե ծանր հոգուբեր է, երբ որ արցախցիները տեսնում են այսօրվա իշխանությունների կողմից տարվող այն քաղաքականությունը, որ արցախյան հիմնահարցը փակված է։ Սա ուղղակի արցախցիների համար անընդունելի է, եթե այլ գնահատական ես չտամ։ Պարոն Իսկանդարյան, չենք կարող չնշել, որ վերջին շրջանում արցախցիների մոտ բավականին մեծ ցասում ու զայրույթ առաջացրեց այն, որ Արցախի թեմի առաջնորդը Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, այն 10 եպիսկոպոսների հետ, որոնք մերժում են վեհափառին, պահանջում են, որպեսզի Արշակ Սրբազանին վեհափառը կարգալույցը ճանաչի եւ նշում են, որ աչառու վերաբերմունք է ցուցաբերում վեհափառը Արշակ Սրբազանի նկատմամբ, որից էլ ելնելով պահանջում են նաև կաթողիկոսի հրաժարականը, ինքնակամ հրաժարականը։ Ձեզ համար սպասելի էր, որ Վրթանես Սրբազանը նման կեցվածք ընդուներ։ Անկեղծ ասած ոչ, ինչպես նկատել եք, մենք
որոշակի ժամանակ չենք ցանկանում գնահատականներ տալ։ Իհարկե Արցախի թեմի առաջնորդի այս քայլը խորացավ է պատճառել արցախցիներին, ինչը անսպասելի էր, եւ մենք փորձում ենք տարբեր խողովակներով հանդիպում կազմակերպել եւ լսել նրա կարծիքը։ Անկեղծ ասած մինչև չենք հանդիպել, բայց Արցախի թեմի ներկայացուցիչների հետ հանդիպել ենք եւ նրանց պնդմամբ Սրբազանը կարող է հանդիպմանը ներկա չլինել Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն կաթողիկոսի կողմից պատվիրված չի եղել, որ նա եւս կարող է լինել հոգեվորականների հետ այդ հանդիպմանը եւ կարծում եմ սա իհարկե իմ կարծիքն է, նա մեկ ասելիք պետք է ունենար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, դա պետք է լիներ ոնց էր համա Արցախի։ Իրականում խորը մտահոգություն ունենք եւ այս խնդիրը պետք է լուծվի, մենք իհարկե մեր մտահոգություններն ենք ներկայացրել վեհապարին եւ հույս ունենք առաջիկա ժամանակներում այդ խնդիրը կլուծվի։ Իհարկե սա իրենց ներքին խնդիրն է, բայց մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը։ Կրկին շնորհակալ եմ պարոն Իսկանդարյան հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մենք զրուցում ենք Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ։